Բարև ձեզ, սիրելի երևանցիներ։ Ես հիմա գտնվում եմ նորից Երևանի ամենալավ թաղերից մեկում Արաբկիրում։ Այստեղ եմ ես ծնվել, մեծացել, այստեղ են ծնվել մեծացել իմ ծնողները, բայց պապերս եկել են եւ հիմնադրել են Արաբկիր ավանը։ Ամայի տարածքում այստեղ ոչինչ չի եղել եւ ձեռքով են բերել նույնիսկ ջուրը մոտակա գետից, այն կողմն է գտնվում գետը, Կիրճը Հրազդանի։ Ինչ եմ ուզում ասել ձեզ, տեսեք, որտեղից եմ ես սկսել այս տեսաձայնագրությունը։ Տեսաձայնագրությունը սկսել եմ ֆուտբոլի դաշտից։ Ժամանակին այստեղ ամբողջը կանաչ տարածք էր, գեղեցիկ այգիներ, հրաշալի պտղաբեր այգիներ, եւ այդ այգիները հիմնադրել էին հին արաբկիրցիները։ Հիմա այդ այգուց տեսնում եք այս ծառայս թութը։ Սա իմ պապերից տնկած, շուտով 100 տարին կլեռանա այս թթի ծառի, եւ մեր իմ հայրական տունն էլ այստեղ է գտնվում, շուտով նա էլ կդառնա 100 տարեկան, այս թթի ծառերը տեսնում եք, ծիրան, թուր։ Մի խոսքով, այս ծառերը բավականին մեծ երկար պատմություն ունեն, շուրջ 100 տարեկան են, այստեղ այս պատի հետևը իմ հայրական տան այգին է։ Հիմա այս հարակից այգուն կար նաև այստեղ այգի, ես հիմա ձեզ ցույց տամ, այս այգին մորթեցին, տեսեք ինչ են արել այս այգու հետ, մորթել են ամբողջությամբ, ապականել են եւ այստեղ հիմա ուզում են տեղադրել, այս տեսեք ինչքան մոտ այս ցանկապատը տեսնում եք այն շենքին, այս շենքին ինչքան մոտ է լինելու։ Մի խոսքով այս մոտավորության վրա եւ այստեղ էլ այս ցանկապատը տեսնում եք, այստեղ էլ այս մասն է, տեղադրելու են այդ շենքը, հիմա բերել են սենց սյուներ են այստեղ կպցրել, նայեք, ինչ են արել, այստեղ արդեն ավիրել են էլի կանաչ տարածք որպես այդպիսին։ Սյուները խփում են, որ այստեղից էլ հող գողանան, գողերը, եւ այդ իրենց անճոռնի շինությունները, այդ ցեմենտ բետոնի տեղադրեն ու սկսեն իրենց մտածելակերպով միլիոններ աշխատել։ Սա անմիջապես կողքն է ֆուտբոլի դաշտի։ Համաձայն քաղաքաշինական նորմերի ֆուտբոլի դաշտից հեռավորությունը 10 մետր պետք է լինի շինության եւ չի թույլատրվում։ Հիմա տեսեք, այս կանաչ տարածքն էլ պետք է, այս մի կտորն է վերած խլեն, այս էլ վակային էլի տարածք է, որի իրավունքը չունեն։ Բացի այդ, հիմա ես պետք է ձեզ գնամ ցույց տամ այդ յանց փորած տարածքը շինության, որ պատրաստվում են կառուցել, այդ ամբողջ տարածքը իրենք փորել են, գրեթե տարածքի 90%-ը, ես հիմա հաշվարկները հստակ չեմ կարող ասել, բայց հասկանալի է, որ իրենք տարածքը ինչ որ ունեին, տարածքը 100-ը 100-ի վրա փորում են։ Հիմա նայեք, տեսեք, ես մոտեցնեմ, որ դուք նայեք, ինչ հեռավորության վրա է գտնվում ցանկապատը, այստեղից որ սկսում է, սա տեսեք դարպասն է, այս իրենց գլխավոր մուտքն է այսպես կոչված, գալիս են, ես ձեզ ցույց եմ տալիս, տեսեք ոնց են փորել։ Գլխավոր մուտքի անմիջապես հենց եզրից փորված է, նայեք, գալիս ենք, դեպի արդեն եկանք այս շենքը, նայեք այս շենքի եզրը, միջև որ տեսնում եք, ոնց է փորված, հիմա եկանք պտտվեցինք, ես էլի մի քիչ փոքրացնեմ, որ դուք տեսնեք, ուրեմն այդ ցանկապատի եզրով փորված է, եկանք հասանք այստեղ, նայեք հիմա այս մի պատն է արդեն, այս մի պատը ստեից այդ հին ծառերից մնացել են այս կանաչները, տեսեք այս թութն է մնացել, մի քանյակ, այս մի կտորն են թողել, այսինքն ստեղ մոտավորապես երևի 100 քառակուսի կարող է մնացել է, կարող է չի մնացել, տարածք է չփորված, մնացած ամբողջությամբ, նայեք, տեսեք այստեղ ինչ նեղ է, պատն է եւ անմիջապես եզրից փորված է։ Այսինքն սրանք այս ամբողջ տարածքը 100-ը 100-ի վրա, այսինքն ամբողջը 100% է, էլի, ոչ թե 100-ը 100-ի վրա, այս տարածքը մոտավորապես 2500 քառակուսի մետր է,
Այսինքն 2500 քառակուսի մետրից 2400-ը փորել են, որպեսզի այդ իրանց պատկերացրած շենքը, որ ուզում են կառուցեն, հիմա որ փորել են, էսի քիչ է իրենց, տարածություն է պետք, տեսեք ուր են տեղադրում նոր գրավելու արդեն այս ցեմենտաբետոնյա, այս Պարիսպի տակի հատվածը նայեք եւ եկել են այստեղ բաներ են կառուցել, որի իրավունքը չունեն, որովհետեւ ոչ մի թույլտվություն այս մասով նույնպես գոյություն չունի, ոչ մի նախագիծ գոյություն չունի, հեսա տեսեք։ Եվ սա կատարվում է փաստորեն ազգային անվտանգության ծառայության թույլտվությամբ, տեսեք երեխեքը այս դաշտում խաղում են, դաշտը հատուկ պոկել են, նայեք ինչ են արել, քանդել են, որ սենց կամանց այսօր տեսեք մոտ 2 մետր են, 3 մետր են եկի առաջ, վաղը կգան ավելի, որովհետև չունեն այլընտրանքային ճանապարհ, իսկ այլընտրանքային ճանապարհը շատ կարևոր է այսպիսի կառույցների դեպքում, որովհետև ինքը պետք է ունենա շրջանցիկ ճանապարհ, որը պետք է ծառայի անվտանգության համար, հրշեջ մեքենաների, այլ մեքենաների, շտապ օգնության մեքենաների եւ այլ մեքենաների մոտեցման եւ նաեւ դրանց հետ դուրս բերելու համար։ Այսինքն սրանք չունեն, հիմա ստիպված պետք է այս տարածքներն արդեն զավթեն եւ այս տարածքներից ստեղ ամենա մնացած տարածքը երեխեքի ֆուտբոլի դաշտն է, սա են ուզում հիմա զավթեն։ Հիմա տեսեք, ես ձեզ ցույց տամ այս ոնց են եկի առաջ, որը իրավունք չունեին, մտել են արդեն այս մի տարածքի մեջ եւ այս նույն ձևի վայրակ գործողությունը իրականացնում են։ Հիմա խոսքս պետք է ուղղեմ, այսինքն խոսքս չէ, պահանջս ուղղում եմ գլխավոր դատախազ ներկայացուցիչներին, ովքեր իրապես օրինապաշտ են։ Գիտեք, պետք է վաղուց նախաձեռնվեր հանրային քրեական հետապնդում հարուցվել Տիգրան Ավինյանի նկատմամբ։ Ինչու եք սպասում, ում եք սպասում։ Չեք մտածում, որ ձեր այս իշխանության օրերը հաշված են։ Վաղը մյուս օր այս վայրագության համար այդ բոլոր դատախազները, ովքեր դրսևորել են անգործություն, իմ կողմից են պատասխանատվության կանչելու։ Ոստիկանություն, այս որ դուք եկաք, այսքան գնացիք, տեսաք ինչ է կատարվում, դուք ինչու չեք արձագանքում։ Այդ նույն ոստիկանները, ոստիկանության պետերը, որ հանդիպում են, խոսում են ինձ հետ, բայց դուք չեք մտածում, որ այս ձեր անգործությունը նույնպես պատժի է արժանանալու։ Վաղը իշխանությունը 1-2 օրվա պատմություն ունի, մի քանի օրերի փոխվելու է եւ դուք եք պատասխանատվության կանչվելու։ Եվ նաեւ խոսքս ուղղում է քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին, այն օրինապաշտ քննիչներին, ոչ թե գործարքող, այլ հետևեք ինչ է կատարվում եւ բազմաթիվ բողոքներ եմ ես ձեզ ներկայացրել։ Այդ թվում նաեւ երեք, այդ թվում նաեւ այսօր։ Անդրադարձեք այդ իմ բողոք դիմումներին եւ նախաձեռնեք հանրային քրեական հետապնդում եւ նախաձեռնեք քրեական հետապնդում այս ապօրինությունների հետ կապված։ Ուրիշ տարբերակ չկա, միայն քրեական պատասխանատվության ներքո կարելի է այս վայրագությունը կանխել, որովհետև այս մարդկանց ախորժակը մարդ չեն սրանք, թուրք են, իսկ թուրքը մարդկության ամենաանուղեղ եւ ստոր արարածն է, այս թուրքերի գործողությունները